Այս կադրերում չինական Ռուիլ քաղաքի ծննդատան բուժքույրերը հզոր ցնցման պահին պաշտպանում են նորածիններին։ Տեսահսկման կադրերն արձանագրել են բուժքույր Սյոն Ջիելան նորածնին գրկած ծնկի է իջել, մյուս բուժքույրը փորձում է պահել աջ ու ձախ տեղաշարժվող օրորոցները։ Արձագանքելու ժամանակ չկար, ստիպված էի արագ գիրկը սառնել երեխային, մտածում էի ինչ պետք է անեմ հետո, շատ անհանգիստ էի, ուզում էի նաև գործընկերոջս պաշտպանել, նա էլ արագ բռնեց մյուս երեխաներին իրար մոտեցնելով, այդ պահին ցնցումը շատ ուժեղ էր, ես միայն իմ գրկում կարող էի պաշտպանել երեխային, նա ընդամենը 2 ամսական էր, վախեցած, բայց քիչ անց խաղաղվեց, հանգստացավ։ Ծննդատան աշխատակիցներն ու նորածիններն անվնաս են, երկրաշարժից հետո տեղափոխվել են ապահով վայր։ Մարտի 28-ին Մյանմարն ու հարևան երկրները ցնցած 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ավելի քան 2700 մարդու կյանք է խլել, 4500-ից ավելին վիրավոր են, շուրջ 450-ը անհետ կորած։ Մարտի 31-ից Մյանմարում 7-օրյա սուգ է։ Այս կադրերը Մանդալայում ցնցումից րոպեներ անց նկարահանել է դեռահաս մի աղջիկ։ Նա քրոջ ու վիրավոր տատիկի հետ մնացել է բնակելի շենքի փլատակներում, որտեղից օգնություն էին աղերսում։ Փրկարարներին հաջողվել է ոչ միայն նրանց կյանքը փրկել, այլև շուրջ 60 ժամ փլատակներում մնացած 5 տարեկան երեխայի և հղի կնոջ։ Երկրաշարժից խիստ տուժած Մանդալայի բնակիչներն անցած գիշեր բացօթյա ճամբար են տեղադրել ճամփեզրին, վախենալով քնել շենքերի ներսում։ Կարմիր խաչը մտահոգություն է հայտնել ծայրահեղ շոքի, ջրի ու սննդի նվազ հասանելիության համար։ Բժշկական ծառայությունը Մյանմարում ևս սահմանափակ է։ Այս ահասարսուռ կադրերում տասնյակ ծանր վիրավորներ սպասում են բուժման իրենց հերթին, ոմանք էլ բուժօգնություն են ստանում բաց երկնքի տակ։ Այս կադրերում մի քանի վայրկյանում հողին հավասարված Բանգկոկի հայտնի երկնաքերն է, փլուզումից առաջ ու հետո։ Անավարտ 30 հարկանի շենքի փլուզումից զոհվել է առնվազն 19 մարդ, մի քանի տասնյակը մնացել փլատակների տակ։ Ու մինչ փրկարարները տեղում շարունակում են կյանքեր ու դիեր որոնել, Թայլանդի արդյունաբերական ստանդարտների ինստիտուտը փորձաքննության է ենթարկում շինհրապարակից վերցված մետաղական նմուշները։ Սաղավարտ, անդրադարձող ժիլետ, լապտեր ու սուլիչ։ Թայլանդի խորհրդարանում պատգամավորներն էլ շաբաթը սկսել են անհատական պաշտպանության միջոցների փորձարկմամբ։ Նրանք նաև տարհանման վարժանքների են մասնակցել։